Ուրեմն Իսոսի ճակատամարտին հայերը մասնակցել է մեծ հայքի, ավելի ճիշտ այսպես ասենք, Հայաստանից 47,000-անոց մի բանակ։ Այս մասին հայագիտության մեջ համեմատաբար քիչ է ասվել, հատկապես խորհրդահայ հայագիտության մեջ, պատճառը որն է, ռուսերեն հրատարակության մեջ Արիանոսի և Ռուֆոսի աշխատությունների շատ անհասկանալիորեն բնագրում կա հայերի մասին հատվածը, ռուսերեն թարգմանության մեջ անհասկանալի վրիպակով այդ ամբողջ նախադասությունը բաց է թողնված, և խորհրդահայ պատմագրության մեջ, քանի որ օգտվում էին ռուսերեն թարգմանությունից, այնպես անուշադրության է մատնվել։ Իսոսի ճակատամարտում մենք ունենք 47,000-անոց հայկական բանակի մասնակցություն, բայց ով էր առաջնորդում չգիտենք։ Մովսես Խորենացին ունի հետաքրքիր հաղորդում, որ Ալեքսանդրի դեմ պատերազմում զոհվեց Վահե Հայկազունին, որը առաջնորդում էր հայկական զորքը։ Այստեղ կարելի է ենթադրել, որ Վահե Հայկազունին է հենց Իսոսի ճակատամարտում եղել հայերի զորքի հրամանատարը։ Ինչի համար եմ ասում կարելի է ենթադրել, որովհետև հաջորդ ճակատամարտում Գավգամելայում եւս հայերը մասնակցում էին, սակայն հստակորեն արդեն մենք հունական աղբյուրներից գիտենք, թե ովքեր էին առաջնորդում հայոց բանակը։ Մեծ հայքի բանակը առաջնորդում էր Օրոնտաս Երվանդ III, փոքր հայքինը Միթրաուստեսը։ Մենք քիչ հետո ուրեմն կհասնենք դրանց, այստեղ մենք կանգ առնենք Գավգամելայի ճակատամարտի վրա, որովհետև Գավգամելայի ճակատամարտը, ինչպես գիտեք, վճռորոշ նշանակություն ունեցավ եւ այս ճակատամարտում ըստ էության լուծվեց մակեդոնական եւ աքեմենյան երկու հզոր ուժերի բախման կարևորագույն խնդիրը՝ ի օգուտ իհարկե մակեդոնացիների։ Աքեմենյան տերությունը փաստորեն վերջին մեծ դիմադրությունը փորձեց ցույց տալ, որը անհաջողությամբ ավարտվեց։ Հիմա մենք կդիտենք Գավգամելայի ճակատամարտի խճանկարն է սա, ուրեմն հռոմեական ժամանակաշրջանի, ուրեմն հիմի կտեսնեք առանձին դետալներ այս խճանկարի, ձախ կողմում Ալեքսանդրն է, հիմա ավելի մեծ չափով եք տեսնում, եւ հիմի կփոխվի Դարեհ III Կոդոմանոսը։ Իդեպ Դարեհ III Կոդոմանոսը մինչև աքեմենյան տիրակալ լինելը 336 թվականին նա նույնպես գահ բարձրացավ, մինչ այդ եղել էր Հայաստանի սատրապը եւ Հայաստանի գահին եղած ժամանակ շատ հետաքրքիր մի տեղեկություն ունենք, ինքը կրել է Արտաշատ պատվանունը։ Շատ հետաքրքիր է, որ հայոց գահին բարձրանալուց, որը երկրորդ գահն էր համարվում աքեմենյան աշխարհակալության մեջ, նա վերցրել է հայկական հատուկ այսպես պատվանուն, որից հետո դարձավ ամբողջ աքեմենյան աշխարհակալության տիրակալը եւ իշխեց 336-331 թվականներին։ Գավգամելայի ճակատամարտը շատ կարևոր, ինչպես ասեցի, վճռական նշանակություն ունեցավ։ Ցավոք սրտի հայագիտության մեջ, հիմի այստեղ անդրադառնանք մեզ հետաքրքրող խնդրին, հայագիտության մեջ քիչ է ուշադրություն դարձվել հայերի մասնակցության եւ ունեցած դերակատարման վրա։ Ուրեմն Գավգամելայի ճակատամարտում հայերը զբաղեցնում էին աքեմենյան բանակի աջ թևը։ Մեծ հայքի բանակը, հենց Օրոնտաս Երվանդ III-ը առաջնորդում էր այդ աջ թևը, որը շատ կարևոր դերակատարում ունեցավ։ Եվ ճակատամարտի բավականին արդեն վճռորոշ փուլում, երբ որ մակեդոնացին մեծ հաջողության հասավ եւ Դարեհ III-ը սկսեց փախուստի դիմել, Դարեհ III-ը ղեկավարում էր աքեմենյան բանակի կենտրոնը, կենտրոնական մասը եւ ձախ թևը սկսեցին փախուստի դիմել, Ալեքսանդրը սկսեց հետապնդել եւ նրա նպատակն էր Գավգամելայի ճակատամարտում գերի վերցնել Դարեհ III-ին, որով աքեմենյան աշխարհակալությունը միանգամից անկում կապրեր։ Բայց շատ վճռորոշ մի պահի Պարմենիոնը, որը առաջնորդում էր, ղեկավարում էր Դարեհի դեմ կռվող բանակի, մակեդոնական բանակի ձախ թևը, անակնկալ ուրեմն ուղարկեց սուրհանդակներ, խնդրելով Ալեքսանդրին հետ գալ իրեն օգնության, որովհետև աքեմենյան բանակի աջ թևը, որը, ինչպես ասացի, ղեկավարում էր
առաջնորդում էր մեծ հայքի զորագունդը Երվանդ III-ի գլխավորությամբ, անցել է հակահարձակման եւ շրջապատման մեջ է վերցնում իրեն։ Եվ փաստորեն մակեդոնական բանակի ձախ թևը ճնշվել էր մեր զորքերի կողմից։ Ալեքսանդրը կատաղության մեջ, ինչպես նշում են հենց իրենց հեղինակները, Արիանոսը, Ռուֆոսը, կատաղության մեջ ստիպված էր դադարեցնել Դարեհի հետապնդումը եւ գալ Պարմենիոնին օգնության։ Հիմա ես խնդրեմ մեր օպերատորից, որ Գավգամելիայի ճակատամարտի ուրեմն սխեման ներկայացնի գծագիրը։ Այնտեղ դուք կտեսնեք կարմիր գույնով ուրեմն ներկայացված է պարսկական Աքեմենյան բանակը, իսկ կապույտով մակեդոնացիներն։ Եթե ուշադրություն դարձնեք, վերևի մասում կարմիր շատ երկար սլակ կա։ Դա հայկական եւ հայերը եւ մակեդոնացիներն էին կռվում փաստորեն աջ թևում, հիմնական ուժը նրանք էին ներկայացնում, հայկական բանակը անցնում է ուրեմն մեծ հարձակման, այն ժամանակ, երբ որ Դարեհը փախուստի էր դիմել արդեն, հայերը ընդհակառակը ճնշեցին եւ ձախողեցին Ալեքսանդր Մակեդոնացու ծրագիրը Գավգամելիայի ճակատամարտով փաստորեն ավարտին հասցնելու։ Եվ այս կատաղության մեջ է, որ Ալեքսանդրը այնուամենայնիվ ստիպված էր դադարեցնել Դարեհի հետապնդումը եւ կապույտ մեծ ծլակը, որ տեսնում եք, ինքը ստիպված վերադարձավ, որպեսզի փրկի իր բանակի ձախ թևը Պարմենիոնին։ Եվ այդ ժամանակ հետաքրքիր է, որ հենց իրենք հույն հեղինակներն են ասում, իմանալով, որ Դարեհը փախուստի է դիմել, հայերը, կապադոկիացիները, նաև բաբելացիներն էին, մի հեծելազոր էր կռվում այնտեղ, նրանք հետաքրքիր բան են ասում է արագ երթով նահանջի հրաման տվեցին իրենց զինվորներին եւ ոչ ոք նրանց թիկունքը չտեսավ փախուստի դիմելուց։ Եվ հետաքրքիր է, բարձրանում են հյուսիս, որտեղ Հայաստանն էր գտնվում, եւ հռչակում են ուրեմն մեծ հայքում անկախ թագավորություն Երվանդ III-ի գլխավորությամբ, փոքր հայքում անկախ թագավորություն Միթրաուստեսի գլխավորությամբ։ Փաստորեն սա հնարավորություն ստեղծեց հենց 331 թվականին, որոշ հեղինակներ գրում են 330 թվականին, անկախացնելու Հայաստանը եւ ստեղծելու երկու անկախ հայկական թագավորություններ։ Դրանից հետո Ալեքսանդրը շարունակեց իր արշավանքը, մտավ Բաբելոն, հետապնդումները շարունակվեցին եւ գիտեք, որ Դարեհ III-ը փախուստի ճանապարհին սպանվեց իր յուրայինների կողմից, այնուհետև Ալեքսանդրը կշարունակի արշավանքը դեպի Միջին Ասիա, կշարունակի դեպի Հնդկաստան եւ ինչպես ասեցի, այդ արշավանքը տևեց մինչև 324 թվականը, երբ որ Ալեքսանդրի հոգնած զինվորները պարզապես պարտադրեցին նրան վերադառնալ Բաբելոն։ Բաբելոնը դարձավ նրա մեծ տերության մայրաքաղաքը։